Խաղացուն սիրելի Աստծո ժողովուրդ, եղեք օրհնված։ Նայեք, Գործք առաքելոց 2-րդ գլուխ 17 խոսքից ինչ ասում Աստծո հոգին։ Ասում է, եւ կլինի հետին օրերում ասում է Աստված, որ իմ հոգուցը կթափեմ ամեն մարմնի վրա, եւ ձեր որդիները եւ ձեր աղջիկները կմարգարյանան, եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն, եւ ձեր ծերերը երազները կտեսնեն, եւ իմ ծառաների վրա էլ եւ իմ աղախիների վրա էլ այն օրերին իմ հոգուցը կթափեմ եւ կմարգարյանան։ Այսինքն ցանկացած մարդ, ով որ մարգարյանում է, երազա տեսնում, տեսիլքա տեսնում, եթե դա Աստծո հոգուց է, սուրբ հոգուց է, ուրեմն ինքը պետք է իր տեսիլքը երազը մարգարեությունը համապատասխանա Աստծո խոսքին, Աստվածաշնչին, որովհետև մարգարեների, առաքյալների այն հոգին, որի հիմքի վրա գրված Աստվածաշունչը, նա նույնպես այսօր իր ծառաների վրայա մեջ է Տերը տվել, որ մենք կարողանանք իրանով մարգարյանանք եւ մեր մարգարեությունը ոչ թե լինի մեր ցանկացած, մեր մտածած մտքերից, նաեւ երազներն ու տեսիլքները, այլ Աստծո խոսքին համապատասխան լինի։ Այո, որոշ բաներ կան, որ տարբեր ժամանակներին համապատասխան Տերը խոսում է, բայց պետք է կարա զանազանել եւ հասկանալ ժողովուրդ ջան։ Շատերս ուղղակի շատ ժամանակ գուշակություններ ենք տեսնում, որ մարդիկ անում են, ոչ թե գուշակություններ անենք, այլ իրականից մարգարեություն, եթե իրականից կա Աստծո հոգին։ Եվ Հովհաննեսի հայտնությունում, որ գրված է 10 գլուխ 10 խոսքում, ինչքան հիշում եմ, երբ որ Հովհաննեսը ընկնում է հրեշտակի առաջին, որ երկրպագա, հրեշտակն ասում է ինձ մի երկրպագիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որոնք Հիսուսի վկայություն ունեն, եւ Հիսուսի վկայությունը մարգարեական հոգին է։ Այսինքն մարգարեական հոգին վկայում է Հիսուս եւ վկայում է ավետարանից, Աստծո խոսքից, ոչ թե իր գլխից, ոչ թե իր ծրագրածից։ Ժողովուրդ ջան, պատվիսվեցայեք, որ ես կարողանամ ել ավելի երկար վիդեո նկարեմ, թե չէ չի ստացվում։ Եթե ուզում եք լսակ մարգարեությունների, տեսիլքների, երազների